Ողջույն բոլորին, բարի գալուստ հայկական խոհանոց, բարեկամներ այսօր միասին պատրաստում ենք գունավոր պղպեղներով, հորթի մսով և բրոկոլիով շատ համեղ օգտակար աղցան։ Այս աղցանը ոչ միայն օգտակար է, առողջարար, այլ նաև ունի շատ շքեղ տեսք, կարելի է պատրաստել հատուկ առիթներին։ 400 գրամ հորթի միսը բաժանում ենք մեծ կտորների, որ հնարավոր լինի եփելուց հետո ձողիկաձև կտրել, այնուհետև գցում ենք անմիջապես եռմանջրի մեջ, եփում ենք մինչև պատրաստ լինելը։ Սկզբից աղ չենք ավելացնում, աղը կավելացնենք ամենավերջում, երբ միսը գրեթե պատրաստ է։ Մինչ միսը եփում է, նախապատրաստենք մնացած բաղադրիչները։ 600 գրամ բրոկոլին լավ լվանալուց հետո բաժանում ենք մանր ծաղկաբույլերի։ Որպեսզի վստահ լինենք, որ ծաղկաբույլերի մեջ միջատներ չկան, բրոկոլին կդնենք աղաջրի մեջ։ Պատրաստում ենք աղաջուր և բրոկոլին լցնում ենք մեջը, թողնում ենք 10-ից 15 րոպե։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, իմ ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ձողիկաձև կտրատում ենք 1 հատ բուլղարական պղպեղ։ Բուլղարական պղպեղը մեր աղցանի ոչ միայն գեղեցիկ գույն կհաղորդի, այլ նաև վիտամիններ և աչք շոյող տեսք։ Այս աղցանի մեջ մայոնեզ չենք օգտագործելու, այլ պատրաստելու ենք շատ համեղ յուրահատուկ թանձրուկ, որ աղցանը կդարձնի տարբերվող և շատ համեղ։ Ես վերցրել եմ նարնջագույն պղպեղ, դուք կարող եք վերցնել կանաչ, դեղին կամ կարմիր, կամ համադրել երեք գույնը միասին, ըստ ձեր ցանկության։ Ձողիկաձև կտրատում ենք նաև խաշած հորթի միսը։ Այս աղցանը կարող եք պատրաստել հորթի մսի փոխարեն վերցնելով նույնչափ խաշած հավի կրծքամիս, այդ տարբերակով էլ շատ համեղ աղցան է ստացվում։ Միսը պղպեղի հետ միասին լցնում ենք աղցանամանի մեջ և մանր կտրատում ենք մի փոքր փունջ համեմ։ Աղցանի մեջ կավելացնենք նաև 300 գրամ եգիպտացորեն։ Պատրաստենք թանձրուկը, որով պետք է ցողենք մեր պատրաստած աղցանը, որի համար մեզ անհրաժեշտ է մոտ 2 ճաշի գթալ կիտրոնի հյութ։ 2 լիք ճաշի գթալ թթվասերի վրա ավելացնում ենք մոտ 2 ճաշի գթալ թարմ կիտրոնի հյութ և 2 ատամիկ սխտոր։ Կավելացնենք կես թեյի գթալ քիմիոն, այն մեր աղցանին յուրահատուկ համ է հաղորդելու, կես թեյի գթալ աղացած ձև պղպեղ և մի փոքր աղ, 2 ճաշի գթալ ձեթ և մի լավ խառնում ենք։ Թանձրուկը ևս պատրաստ է, մի կողմ ենք դնում և եռմանջրի մեջ ավելացնում ենք մի փոքր աղ։ Կավելացնենք նաև բրոկոլին և կեփենք ընդամենը 2-ից 3 րոպե։ Քանի որ բրոկոլին ջերմազգայուն է, երկար եփելու դեպքում այն կորցնում է իր գեղեցիկ կանաչ գույնը և օգտակար վիտամինները։ Այդ պատճառով գազօջախից շատ հեռու չենք գնում և ընդամենը 2 րոպե եփելուց հետո հանում ենք և գցում ենք սառը ջրի մեջ, որպեսզի գեղեցիկ գույնը պահպանվի։ Բրոկոլին ևս լցնում ենք աղցանամանի մեջ և առանց որևէ համեմունք ավելացնելու այս ամենը մի լավ խառնում ենք։ Միայն աղցանի գույներին նայելով արդեն իսկ կարելի է պատկերացնել, թե որքան վիտամիններով հարուստ, համեղ և հագեցնող աղցան ենք պատրաստում։ Աղցանը լցնում ենք մատուցվող ափսեի մեջ և ցողում ենք մեր պատրաստած թանձրուկով։ Քանի որ թանձրուկ աղցանի մեջ չենք լցնում և չենք խառնում, այսպես բոլոր բաղադրիչների գույնը պահպանվում է և աղցանը ունենում է շլացնող տեսք։ Հորթի մսով և բրոկոլիով այս համեղ տարբերվող աղցանը պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով։ Այսպես շերտ-շերտ թանձրուկը տարածելով հավաքում ենք աղցանը։ Այսօր էլ գույներով, վիտամիններով հարուստ այսպիսի հրաշալի աղցանի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։